Տարածաշրջանում Հարավ-Կովկասի խաղաղության օրակարգը թելադրող Ալիևը առիթը բաց չի թողել եւ Евроньюզին տված հարցազրույցում խոսել է ուժի կիրառման գերակայության մասին։ Ալիևն ուզում է ասել, որ եթե տարածաշրջանում իր թելադրանքով խնդիրները չլուծվեն, կդիմի ուժի կիրառմանը։ Միջազգային հարաբերությունները մտնում են նոր դարաշրջան։ Իրավիճակը կառավարվում է ոչ թե օրենքի գերակայությամբ, այլ ուժի։ Մենք դա կարող ենք տեսնել աշխարհի տարբեր մասերում։ Ռազմական փորձագետներն են նկատում, նույնիսկ Վաշինգտոնյան նախաստորագրված փաստաթղթին քավոր կանգնած Թրամփը, որ օրնիբուն թմկահարում է, թե աշխարհում պատերազմներ է կանխում, հենց ինքը այլ երկրների նկատմամբ տարածքային նկրտումներ ունի։ Հենց Ամերիկայի Միացյալ Նահանգները անընդհատ հողում է տալիս իր զինված ուժերին ամենամարտունակ բանակ ունենալուն եւ որոշ պետությունների նկատմամբ ունի տարածքային նկրտումներ։ Իսկ ահա Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցը արտաքին հետախուզության ծառայությունը կարծես թե լավատես է։ Նրանց այս տարվա զեկույցում օրինակ նշվում է, թե Վաշինգտոնյան նախաստորագրված համաձայնության արդյունքներով այս տարի ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական եւ բարձրացել է խաղաղության ինստիտուցիոնալացման հավանականությունը։ Նշված եւ ուղեկցող գործընթացների ու տվյալների համապարփակ վերլուծության արդյունքում գրեթե անհավանական ենք համարում 2026 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական մտադրությամբ պայմանավորված տարբեր մասշտաբների ռազմական էսկալացիան։ Միևնույն ժամանակ, սակայն, զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը առաջ է մղում այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթն ու գործողությունները, որոնք ըստ զեկույցի առաջացնում են ռիսկեր։ Դատելով Ալիևի եւ իր վարչակազմի խոսույթից, նրանք դեռևս Հայաստանի Հանրապետությունից ունեն ակնկալիքներ։ Ալիևը նաեւ կարմիր գծով այսպես տանում է, որ այդ բնակավայրերը չունեն այն անվանումները, որոնք որ հիմա կան հայահունչ անվանումներ են, այսինքն ինքը ամբողջությամբ տեղավորում է այն կոնցեպտի մեջ, որ նաև այս Հայաստանը, որը հիմա կա գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը, դա ադրբեջանական է եւ պետք է հայերը ըստ Ալիևի համակերպեն այդ մտքի հետ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները եւ գործընթացները ենթադրում եմ այդ վտանգների եւ ռիսկերը որոշ առումով կամ շատ մեծ առումով կմեղմեն, հատկապես ռազմական բաղադրիչի հետ կապված։ Այնուամենայնիվ, արտաքին հետախուզության ծառայության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող եւ ռիսկային գործոն են Ադրբեջանից պետական մակարդակով առաջ տարվող այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները։ Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է այդ քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության համար։ Մյուս կողմից արտաքին հետախուզության ծառայության դիտարկումների համաձայն շարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը։ Այս հարցը ռիսկային գնահատելու հիմքում ընկած է ոչ միայն զուտ ռազմական ծախսերի աճը, այլև այն, որ ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտային հատկացումների տեմպերին։ Ռազմական փորձագետի դիտարկմամբ Ադրբեջանի ռազմական ծախսերի ավելացումը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև Իրանին։ Ադրբեջանը երրորդ պետության դեմքով նկարտումներ ունի նաև Իրանի տարածքների նկատմամբ։ Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացումը երևում է նաև Հայաստանի հետ սահմանին իրականացվող աշխատանքներում։ Բաքուն այդ հատվածներում տեղակայում է այնպիսի զինտեխնիկաներ, որոնց հեռահարությունը 50-ից 60 կիլոմետրի է հասնում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։